Հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվում, որը ստորագրեցին ծնողները, զոհվածին ծառայողների ծնողները, հաղորդումը ներկայացվել է նրանց ցանկությամբ, կազմել եմ ես, վերաբերում էր 3 Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիմա ասեմ, մինչև այդ հայտարարությանը հասնելու ուղղակի կարծում եմ, որ նաև մեզ լսում են, կամ լսում են նաև Նիկոլ Փաշինյանը, եւ մի խնդրանք իրավաբանների անունից, խնդրում ենք մի փոքր մեղմել հռետորաբանությունը եւ օգտվել երբեմն նաեւ սահմանադրական եւ կոնվենցիոն լռելու իրավունքից, որովհետեւ անկեղծ եմ ասում, իրավաբանները չեն հասցնում հանցանքների մասին հաղորդումներ ներկայացնել, երբեմն նաեւ չենք լուսաբանում, պարզապես ներկայացնում ենք, բայց օրինակ մեր գրասենյակը վերջին 3 օրերի ընթացքում արդեն 3-րդ հանցանքի մասին հաղորդումներ ներկայացնում։ Առաջի երկուսը վերաբերում էին ընտրակաշառքի ակնհայտ, երբ իր նախընտրական, այսպես ասած, իրականում նախընտրական, սակայն ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձին խոստանում էր 12,000 դրամով աշխատավարձ իրեն եւ իր ընկերներին, երկրորդը ներկայացվել է մեկ այլ դեպքի վերաբերյալ, երբ սպառնում էր պատերազմով, եթե չկազմեն մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, այդ թվում նշում էր նաև ոչ միայն ընտրություններով։ Եվ այսօր 3-րդ հաղորդում ենք ներկայացնում, հաղորդումը երեկվա հարց ու պատասխանի որոշակի հատվածն է, Մարիա Կարապետյանի կողմից տրված հարցինի պատասխան, երբ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թվականին գնացել են զոհողությունների, փրկելու համար, գիտակցված դիտավորյալ զոհողությունների, փրկելու համար եւ շարունակությունը արդեն իսկ ծեծված, արդեն իսկ մաշված, արդեն իրենց արժեքը կորցրած այդ արժեքներն են պետականության փրկության համար, ինքնիշխանության փրկության համար, այսինքն ինքը ըստ էության ընդունեց, որ այնինչ կատարվել է 2020 թվականի ընթացքում, իսկ հասկանում ենք, որ դա 44-օրյա պատերազմի ընթացքն է, այն ամեն ինչը, որ կատարվել է, իր դիտավորյալ զոհողությունների արդյունքն է։ Որոնք էին այդ զոհողությունները։ 5000 զինծառայողներ, տասնյակ հազարավոր խաղաղ բնակչություն, բազմաթիվ անետ կորածներ, գերեվարվածներ, բռնի տեղահանվածներ եւ ի վերջո Արցախի կորուստ։ Այսինքն ինքը Հիմա մի վարքան Ժորժ ջան, շարունակում եմ։ Ժորժ ջան, շարունակեմ, հա, շարունակեմ։ 2022 թվականին մենք եւս մեկ հաղորդում ներկայացրել ենք 2022 թվականի ապրիլի 13-ի հայտարարության հետ կապված, երբ կարող ենք ունենալ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի, բոլորիս քաջ հայտնի է, եւ իր այդ 2022 թվականի հայտարարությունը կարծեք թե գալիս է լրացնելու երեկվա իր խոսույթը եւ մեկ անգամ եւս ընդգծում է, որ ինքն իր խոսքերով իր դեմ հիմքեր է ստեղծում քրեական պատասխանատվություն նախաձեռնելու համար։ Ինչ սպասումներ ունենք, պատասխանեմ ձեր հարցին։ Այս իշխանության պարագայում ոչ մի, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է գնահատական չտանք Նիկոլ Փաշինյանի խոսույթին եւ հենց իր թույլ տվեք ասել խոստովանական հայտարարություններին եւ ցուցմունքներին։ Եւ կմանրամասնեք դուք ինչ եք պահանջում, որ հոդվածով գործառույթ է, ինչի համար։ Խնդրում եմ մի քիչ այդ իրավական մասով մանրամասնեք։ Այս պահին մենք կարծում ենք, որ առնվազն երկու հանցանքի հատկանիշներ առկա են, պետական դավաճանություն, որը դրսևորվում է թշնամուն օգնություն ցույց տալով, դիտավորյալ գործողություններով, եւ երկրորդը մարդկանության դեմ ուղղված, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այսինքն պատերազմի ընթացքում դիտավորյալ այնպիսի գործողություններ կատարել, որոնք հանգեցնում են սպանությունների, խոշտանգումների եւ այլն։ Հիմնականում երկու հանցակազմ ենք մենք նշել, բայց կարծում ենք, որ նաև այլ հանցակազմի հատկանիշներ առկա են։ Պահանջում եք գործառույթ Փաշինյանի Պահանջում ենք, որպեսզի հանցանքի մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվի քրեական վարույթ, եւ դրա դատավարական միակ հետևանքը, այո, պետք է լինի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը։ Ինչ պատիժ է դա ենթադրում։ Առանձնապես ծանր հանցագործություն է մինչև 15 տարի։ Եվ 22 թվականի այդ հայտնի հայտարարությունը ապրիլի 13-ին, մոտ 4 տարի անցել, արձագանք եղել է, դες ինչ պատասխանել։ Ոչ, այդ 22 թվականի հայտարարությունը կցված է զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող այն մեծ գործին, որը վերաբերում էր Արցախյան պատերազմի ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կատարված դիտավորյալ գործողություններին կամ անփույթ գործողություններին։ Մենք բազմաթիվ այդ գործով միջնորդություններ ունենք, տարատեսակ իրավական ընթացակարգեր ենք սկսել, բայց այս պահին որևէ հետևանք չկա։ Ներողությունից գոնե գետ մեկ գործով Փաշինյանը հարցաքնվել է կամ ինչ որ կարգավիճակում Հարցաքննության վերաբերյալ եւս հարցում ենք արել, միջնորդություն ենք ներկայացրել, բարձր համար հարցաքնվել է թե ոչ, չեմ պատասխանել։ Որտեղ բազմաթիվ հաղորդումներ կան հանցագործության վերաբերյալ դատախազության ուղղված։ Այո։
Հույս ունեք, որ այսօրվա հաղորդումն էլ որևէ արձագանք կստանա, թեկուզ։ Բնականաբար ոչ, սակայն մեր հաղորդումը միտված չէ այս իշխանության օրոք ինչ որ իրավական գնահատական տալուն, այլ ըստ էության միտված է ապագային։ Նախաձեռնությունները, որ դուք հանդես եք բերել, դրանք իշխանափոխությունից հետո կյանքի կոչվելու են։ Հուսով եմ, որ այո։ Ներողություն խնդրում, այսինքն ստացվում է Նիկոլ Փաշինյանը ինքն իր դեմ հիմքեր է ստեղծում հետագայում ճաղերի հետևում հայտնվելու համար։ Տեսեք, այսպես գնահատեմ, հա, հիմա սկսվել է ընտրապայքար, հենց պայքար բառն էլ ասում է, որ սա որոշակի ամեն կողմը պայքարի որոշակի գործիքակազմից է, չէ՞ օգտվում։ Ինչ ենթադրում է որոշակի պայքարի կանոններ, կարելի ասել մարտի կանոններ, բայց Նիկոլ Փաշինյանը այս մարտի կանոնները անտեսում է։ Ինքը մտել է ընտրապայքարի մեջ մարտ առանց կանոնների եղանակով, որի դեմ պայքարելը կարծեմ շատ դժվար է եւ կարծեմ որ պայքարի եղանակներից մեկն էլ այս իրավական ընթացակարգեր նախաձեռնելն է։ Կներեք մի ճիշտ անեմ։ Հիմա դուք երեկվա իր հայտարարությունը վերլուծել եք ու փաստորեն դա ինքնախոստովանություն է, ցուցմունք է, հանցագործության մասին ցուցմունք է, ինչ է։ Ես կարծում եմ, որ այո։ Ծնողները խնդրել են, որպեսզի դրան իրավական տեսք տրվի, իրավական գնահատական տրվի, մենք էլ փորձել ենք տալ։ Իսկ գլխավոր դատախազի դեմ չեք ուզում նաև իր դեմ հաղորդում ներկայացնել, որովհետև ամեն դեպքում խմբակային հանցագործության հետ գործ ունենք, որտեղ եթե հանցագործություն է եւ գործ չի հարուցվում առնվազն կամ կոծկվում է, այս դեպքում արդեն խմբակային պատասխանատվություն եւ խմբակային հանցագործություն։ Անի ջան, կքննարկենք, որովհետեւ եթե այդպես սկսենք, մենք լուրջ եմ ասում, մենք պետք է որևէ այլ բանով չզբաղվենք, քան միայն հաղորդումներ ներկայացնելը։ Մեր 24 ժամ